Ինչպես ասում են, փորձը փորձանք չի, փորձենք։ Ես Յուրայիկին ինչքան էլ ապրեմ։ Ես Յուրային ճանաչել եմ այսպեսին։ Դա 1965 թվականի հուլիսի 15-ն էր։ Մեր ընդունելության օրը համալսարան այդ տարի առաջին անգամ հուլիսի 15-ին ընդունելության քննությունը սկսվեց եւ նույն օրը նույն սենյակում քննություն ենք տվել։ Ինքը իր դասընկերոջը օգնելու համար պատժվեց, հանեցին դուրս քննությունից ու մինչև իրեն ետ բերելը ես չեմ կարողացել կենտրոնանալ իմ խնդիրների վրա, որտեվ ասում էի համար մեղքեր ես տղան հանեցին դուրս դի լավ հիմա բան անցավ ինչ-որ բան մեկ էլ ետ բերեց հանձնաժողովի նախագահ, ես արդեն անջատվեցի իմ գործին նայեցի եւ հետո հայտնվեցինք նույն խմբում 5 տարի իրար հետ սովորեցինք ես 3-րդ կուրսում հասկացա, որ 100 տղա կար մեր կուրսում, 124 երիտասարդ էինք, 24 աղջիկ 100 տղա։ Ընտրությունը որքան մեծ տղաների չէ, Հայաստանի բոլոր ծայրերից, բայց ես Յուրայի վրա կանգ առա, ես սիրով եմ ասում եւ անկեղծ այսպես բանով, որ ինքս եմ ընտրել Յուրային եւ առաջին ինքս եմ իրեն խոստովանել իմ սիրո մասին, որից ինքը կարելի ասել կոնտուզիա ստացավ։ Շշմեց, զարմացավ ու ասեց ես հաջորդ օր ինքը գնալու էր Գորիս, ձմեռային արձակուրդներն էին սկսվում, ասեց կարելի ես գնամ մտածեմ, հետո կհամասեմ, իհարկե կարելի է, հետո եկավ ու ինձնից փախ-փախ էր անում, ես մի օր այսպես նստեցի կողքը համառորեն եւ ասի դու ինձ խոստացար պատասխանել, ասեց անջան գիտես ես քեզ սիրում եմ որպես ընկեր, արի մնանք ընկեր, ասի դու տեսնում ես ես ինչքան ընկերներ ունեմ, քո ընկերության կարիքը չունեմ, ես քեզ առաջարկել եմ, ես քեզ խոստովանել եմ իմ զգացմունքների մասին, ես գնացի, ու այդպես 9 ամիս մենք ես, այսինքն չտեսնելու եմ տվել իրեն, փախել եմ այնտեղից, որտեղ ինքն է, դա ուրեմն փետրվար ամիսն էր, սեպտեմբերին երբ դասի եկանք, ինչ որ բան փոխվել էր, ես զգացի, որ ես յուղնան սկսել եմ օգնոտ անել, որտեղ նստում եմ գալիս կողքից նստում, ինքը նստում է, ես կողքից գնում եմ, ի վերջո, հոկտեմբերի 30-ին մեր ընկերուհու ծննդյան օրը ինքը ասեց, ինքը ինձ փոխադարձ, այսպես ասած, սիրո խոստովանություն արեց, որ գիտես, ես այս 9 ամսվա ընթացքում տեսա, որ շատ դատարկ է իմ կողքը, մի խոսքով։ Եվ այդ օրվանից, մինչև այսօր մենք իրար հետ ենք, ես իր 14 տարի անցել, բայց զգում եմ եւ իր ձեռքը, եւ իր խոսքը, եւ իր թիկունքը, եւ իր հորդորը, եւ իր բարկանալը, եւ իր ուրախանալը, ամեն ինչ ինքը կա ինձ համար, միակ որպես մենք ամուսնացանք 70 թվականին հուլիսին եկեղեցում, որից հետո գնացինք 2 տարով բանակ օգոստոսի 6-ին Սախալինում պիտի ծառայեր Յուրան հավաքվեցինք, ինչպես ասում են, վերմակ, տոշակ
ինչ որ պետք էր հավաքվեցին, գնացինք Մոսկվա, որ հետո Մոսկվայից տոմս առնենք դեպի Սախալին։ Այնտեղ ինձ տոմս մերժեցին, ասեցին Սախալինը փակ գոտի է եւ պիտի ամուսինդ գնա, վիզա ուղարկի, որ դու գնաս։ Ասի ես չեմ վերադառնա Երևան, ես կգնամ։ Ասեցի ուրան ոնց կգնանք։ Ոնց տոմս չեն տալիս։ Ասի ես կգնամ Պաշտպանության նախարար Գրիչկոյի մոտ։ Ասեց գիժ ես ինչ ես։ Ասի հա ես գիժ եմ։ Իհարկե։ Երկար մակարոնից հետո գտանք այդ նախարարությունը ինձ ընդունեցին, 3 օր տարան բերեցին, ի վերջո տվեցին մի թուղթ, որտեղ գրվեց, որ вместе с лейтенантом Юрий Бахшян следует жена. У իմ ազգանունը գեներալ-մայոր Իլարյոնով։ Վերջ, ու մենք գնացինք Սախալին։ Այս նկարում մենք նկարվեցինք սա Южно-Сахалинскում, Յուրան արդեն լեյտենանտ եւ հաջորդ օրը սրա պետք է ինքը գնար Խաբարովսկ 2 ամսով բաների, ինչին ասում, ինչ որ հավաքների։ Ու ես մնացի մենակ, այդ օտար տեղում, այդ օտար երկրում։ Մի խոսքով 2 տարի մենք այնտեղ շատ պատվով ծառայեցի Յուրան, շատ առաջարկում էին, 2 տարում տվեցին ավակ լեյտենանտ, առաջարկում էին կուսակցության շարքեր անցնել, ամեն ինչ, ասեց ոչ, ես երբեք կոմունիստական կուսակցության անդամ չեմ դառնա, նույնիսկ ինձ մոտ եկան, որպեսզի ես էլ բարեխոս եմ, ասեց ոչ։ Վերադարձանք, մի խոսքով, ունեցանք 3 զավակ, 3 աղջիկ, այսօր 3-ն էլ Փառք Աստծո ունեն իրենց ընտանիքները, 7 թոռնիկ ունենք, սա մեր ամուսնության 25-ամյակն է։ Այսպես շատ էլ վիճում էինք, հատկապես երբ քաղաքականության մեջ մտավ Յուրան, շատ էինք վիճում։ Ես խանութում ինչ լսեի, դպրոցում ժողովուրդը ինչ խոսեր, նեղվում էի, գալիս էի, ասում էի, ինչ եք անում, մարդիկ դժգոհ են, ասում էր, բան ունես ասելու, գնա կուսակցություն մտի, քաղաքական ուժի մեջ մտի, ամբիոնը վերցրում դեղից ասա, հերիք այստեղ կանաչի կտրտես ու իմ ներվերը քայքայես։ Այտենց ով ասես խոսում է ասում։ Ես էլ ասում էի, հա, մեկ դու գնացել ես հերիք չի, մեկ էլ ես գնամ, չեմ ուզում, զզվում եմ ձեզանից էլ, ձեր քաղաքականությունից էլ, ես իմ գործը անում եմ, ես երեխաներ եմ դաստիարակում, քաղաքացի եմ դաստիարակում մեր երկրի համար, ասում էր, այ, ճիշտ ես ասում, քաղաքացի պատրաստի քաղաքացիներ ապակա, ովքեր ճիշտ ընտրություն կարողանան կատարել։ Ինքը տանը շատ քիչ էր խոսում, թե ինչ էր կատարում ներսում։ Որպեսզի պատկերացնեք, հոկտեմբերի 26-ին, 99-ի հոկտեմբերի 26-ին երեկոյան եկավ, ճաշեց, փոխվեց, ես էստեղ նստած եմ կարեմանում, դա իմ հոբին էր, ինքը նստեց խոհանոցում, հետո եկավ, սկսեց քայլել, գնալ, ասեցի, Յուրա նստի, ջղայնանում եմ, հերիք է, գնաց գաս, գնաց այնտեղ նստեց ու ասեց, մի ցենց բան ձայնով, որ մեջը, ինչ ասեմ, ես ամենայնևս սարսռեցի, ասեց, Անահիտ, արի քեզ բան եմ ասում, ինքը ինքան հազվադեպ էր ինձ հետ Անահիտ ասում այդ տոնով, ասեցի, չեմ ուզում լսեմ, գիտես, չեմ ուզում լսեմ, ինչ ես ուզում ասել,
ձեռքը խփեց սեղանին, ասեց դու էլ չես ուզում ինձ լսել։ Ես մինչև հիմա փոշմանել եմ, որ չեմ ուզեցել, ասենց ինչ-որ մի վախ մտավ սիրտս ու ես չուզեցի ինչ-որ բան լսել, ինչ-որ մի կարևոր բաներ ուզում ասել, ինչ-որ ճշմարտություն, ինչ-որ սիրտն նեղ էր, շատ մտահոգ էր։ Ու ես ասի չեմ ուզում լսել։ Ես վախեցա ինձ համար ոնց որ ու չլսեցի եւ չեմ կարող ինձ ներել մինչև հիմա որ չլսեցի։ Իսկ իր մտահոգությունները ես հետո իր գրառումներից եմ զգացել ու տեսել, կարդացել, հասկացել։ Շատ գեղեցիկ ձեռագիր ուներ, կոկիկ, ամեն ինչ գրած ունի, ես կարող եմ ըստ օրերի իր գրառումները ցույց տամ։ Այո, կարող ենք միայն ժողովրդի հետ խոսել նույն լեզվով, նույն դաշտն ու միջավայրը ձևավորել, դարձնել այն մեզ համար հարազատ, մտերմիկ, ջերմ, հետևաբար սիրելու ու պաշտելու, եւ բնականաբար այդ միջավայրում ավելի հեշտ կլինի կառավարել։ Մեծ կարևորություն ունի կուսակցություն, ժողովուրդ կուսակցություն կապը, այդ կապուղին պետք է գործի անընդհատ, անխափան, առանց աղավաղումների եւ ինֆորմացիայի կորուստների, երկկողմանի, արագ, միայն վերոհիշյալի առկայության պայմաններում կարող ենք նվաճել վստահություն։ Իր սիրելի եւ անընդհատ օգտագործող բառակապակցությունը վստահության պաշարը զերոյական է դարձել։ Տիկին Բախշյան, կմտածեիք, որ տարիներ անց նույն ազգային ժողովի դահլիճում, նույն ամբիոնից դուք կարող եք ելույթ ունենալ իբրև պատգամավոր։ Իհարկե չէի մտածի, բայց յուրայի, այսպես ասած, դաստիարակությունը, յուրայի ազդեցությունը արզում ինձ վրա շատ մեծ է եղել, ես էլ չեմ հասկացել, որ այդքան մեծ է եղել, երբ առաջին օրը մտա ազգային ժողով 2007-ին, չէի պատկերացնում ինձ հետ ինչ կատարվեց, իրարամերժ զգացումներ եւ ոնց եմ մտնելու այդ դահլիճ, հա, այս ուր եկա ես, բայց մյուս կողմից էլ ես եկա, որ յուրան այստեղ շարունակվի, ազգային ժողովում յուրան շարունակվի, բայց տարբերությունը շատ մեծ, յուրան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես ընդդիմանիր։ Այնքան եմ մտածում դրա մասին, այնքան եմ վեր ու վարանում, թե ճիշտ գնացի արդյոք, ճիշտ արեցի, հիմա ինչ կմտածի յուրան, ես իրեն գաղափարներին եմ դավաճանել, ոչ, հատկապես այն բաները, որ ես հետո կարդացել եմ, ես իրեն իր ժամանակ այս բաները չեմ տեսել, ես ասում եմ յուրա չեմ, մոհանք էստեղ, ես այս բաները փորձելու եմ, իմ չափով փորձելու եմ այս խնդիրները լուծելու մեխանիզմները գտնել։ Այդ օրվա յուրաքանչյուր րոպեն եմ հիշում, առավոտը սովորականի պես ինձ տարավ աշխատանքի, ինքը ինձ տանում էր աշխատանքի, գնում էր աշխատանքի, դա 8:30 էր։ Եվ ես ամբողջ օրը իմ գործերով զբաղված, ժամը 5-ին ծնողական ժողով եմ սկսել անել, 6:30-7-ի մոտ ավարտել եմ, եկել եմ կաբինետ, օգնած եւ մեր բարեկամներից մեկը ինձ զանգում է, ասում է, «Տերեք, ես ազգային ժողովում ինչ է եղել»։ Չասում եմ, ինչ է եղել։
ինչ որ գրակոծներ են եղել, ուրիշ բան չգիտեմ, ու դրեց։ Սկսեցի զանգել։ Մենք ամեն օր իրար հետ մի անգամ խոսում էինք, այդ օրը չենք խոսել։ Ոնց լիներ ցերեկը մի հատ զանգում էր, ավելի շատ ինքը, ոնց էս, ինչ կա չկա, լավ է։ Այդ օրը չենք խոսել։ Զանգում եմ երկար պահում, վերջապես իր օգնականներից մեկն է վերցնում։ Հա, ասում է գրակոծներ են եղել, բայց յուրի-գուրի ինչին բան չի եղել, հանգիստ եղեք։ Ու ես հանգիստ հեռախոսը դնում եմ, ահաբեկված այնուամենայնիվ ես ինչ եղել, դուրս եմ գալիս, երթուղայինը նստում եմ, որ գամ տուն։ Երթուղայինում հարևան դպրոցի տնօրենն է նստած։ Հետո ինձ ասում է, քեզ որ տեսա, սենց հանգիստ եկար նստեցիր, մտածեցի, Անահիտը գժվել է, ինքը տեղյակ չի, չկա։ Արվում էր։ Եկա կանգառի միջա, երբ մոտեցա շենքին, ինչ-որ մի տավինակ բան զգացի, մարդիկ հավաքված, ներքևը նստած, կանայք, սենց մի լավ բառ կա հայերեն, բան գուժող, սուկ գուժող մի զգացմունք եկա վրաս, վազզելով եկա տուն, տեսնեմ մեծ աղջիկս Լուսինեն մենակ, թե մենակ չէր, լավ չեմ ինչ, պատ է տալիս իրան, մամա, հետո իհարկե իմացանք է բոլորը իվարկյանում որ բացանք օպերայում երբ դրված էին դեակները թաղումից առաջ մեկ էլ ես վեր թռա ու գնում եմ Լուսինն ասում մամա ուր ես գնում գնում եմ ուր եմ գնում ես չգիտեմ բայց ոնց որ յուրան ինձ ասի ինչ ես նստել Սուքուշիվանանում վեր կաց գործի մի բան արա ես այդ բշտոցը զգացի իջա տեսնեմ հեռուստատեր լրագրողներ բան կամերա գնացի կանգնեցի դիմացը չգիտեմ էլ որ հեռուստաընկերություն է ով է ինչ է ասի ես բան ունեմ ասելու մինչև հիմա հիշում եմ այդ աղջկա դեմքը սենց իրեն թված թե ես գժվել եմ ասեց հա հիմա հա օպերատորը եկավ ու ես ասեցի այն ինչ որ պիտի ասեի ուզում եմ հայտարարել բոլոր զոհված նահատակ քաղաքական գործիչների կանանց անունից վստահ եմ նրանք ինձ հետ համաձայն են որ հանրապետության նախագահից պահանջում ենք ոչ միայն այդ 5-ի արարքի դատապարտելը այլև նրանց ետևում կանգնած բոլոր այն մութ ուժերի հայտնաբերելու գործը որոնք փորձում են մեր պետության հիմքերը սասանել երբ որ մեռնեմ այս նկարը պետք է դնեմ քարի վրա կտակս մեջ գրելու եմ այս նկարը